Խոստացել են, որ մոտ ժամանակներս դա կլինի 10 րոպեից 2 օրից, պաշտոնական Թբիլիսին հանդես կգա հայտարարությամբ։ Հստակ ժամկետներ չեն հայտնել, ասեն 10 րոպե հնարավոր է, նաև հնարավոր է 2 օր, հստակ ժամկետներ ասեցին, որ չեն կարող հայտնել, բայց որ խոստացան պաշտոնական Թբիլիսին հանդես գա հայտարարությամբ։ Ինչ հայտարարությամբ։ Հարցին լուծում, բացատրություն, թե կոնկրետ ինչ հայտարարություն, ինչ որոշում, դա դեռ ոչ մեկ, նույնիսկ իրանք տեղյակ չեն։ Իրանք դիմել են պաշտոնական Թբիլիսին, հիմա իրանք ոնց որ եւ մենք ակնկալում են այնտեղից պատասխան, իսկ ժամկետները այո, իրենք արդեն դիմել են ու սպասում են պատասխանների։ Ձեզ ասացին, որ իրենք այսօր են խնդրից տեղեկացել, որովհետև անցած շաբաթ խորհրդարանում արդեն քննարկվում էր։ Դրա նախորդ ամեն դեպքում երևի իրենք հստակ տեղեկացված չէին եղել կամ երևի լրջությունը այդ աստիճան չէին պատկերացնում։ Հիմա ամեն դեպքում ինչպես ձեզ ասացին իրենք այսօր են իմացել խնդրի մասին։ Այո, որովհետև մեզանից իրենք մանրամասն ինֆորմացիա էին ակնկալում, մենք հնարավորինս փորձեցինք հակիրճ ներկայացնել ստեղծված իրավիճակը, խոստացան ընթացք տալ։ Իրենք ասին, որ տեղյակ չեն խնդրից, դուք այդպիսի տպավորություն ստացաք։ Եթե դուք ձեր խոսքերից ես այդպես Ես հասկացա։ ենթադրում եմ, որ միգուցե եւ տեղյակ էին, բայց երևի այսքան խորքային չէ, ինչքան որ իրողությունն է։ Ում հետ հանդիպեցիք։ Կոնսուլի։ Դեսպանի։ Ինչ կներկայանալ։ Գայանե Պողոսյան, Ռոշանի կոնյակի գործարան, արտահանման մասնագետ։ Դուք այսինքն անելու գնում եք տներով, հետո ելի վերադառնալ։ Այո, մենք հույս ունենք, ակնկալում ենք, որ շատ կարճ ժամանակում իրենք մեր հետ կապ կհաստատեն, իրենք վերցրեցին մեր կոնտակտները եւ խոստացան, որ անմիջապես մեր հետ կապ կհաստատեն պատասխան ստանալուց հետո։ Հակառակ պարագայում ինչ կանեք, եթե Հակառակ պարագայում մենք շարունակելու ենք մեր խաղաղ ակցիաները, որովհետև սա լուրջ խնդիր է, որը պահանջում է շտապույտ լուծում։ Պարզաբանում իրենց գործողությունների մասով ոչ։ Ոչինչ, ընդհանրապես ոչինչ։ Ձեր դիտարկումներն էլ լսենք։ Ինչ եք սպասում վրացական կողմից։ Մի աստիճան ներքևի չէ։ Ինչ եք սպասում դուք, ինչ հայտարարություն Սպասում ենք կլինի։ պատասխանի դեսպանը իմ տպավորությամբ դեսպանը տեղյակ չէր եւ նորը հարցում տվել ինքը խոստացավ, որ մոտակա ժամանակներում կստանա պատասխանը եւ կփոխանցի մեզ։ Դուք նշեցիք, որ այդ որոշումը ապօրինի է նմուշարման, որովհետև իրենք ընդամենը Այո, տարանցիկ մենք դա երկիր են։ նշեցինք, բայց իր ասելով իրեն ասել են Վրաստանից, որ իրավունք ունեն մեքենաները բացեին, նմուշարում անեին եւ ուղարկեին անալիզի։ Որ ընթացակարգով մաքսային, եթե իրենք ԵԱՏՄ երկիր անդամ Ինքը չեն։ չի կարողանում դրա պատասխանը տա, ինքը ուղղակի ասում է, որ ինձ այդպես են տեղեկացրել Այսինքն իրավական Վրաստանից։ որևէ հիմնավորում։ Մենք չենք ստացել որևէ հիմնավորում, մեր մեքենաները կանգնեցել են, բեռը բացվել է, նմուշարումը արվել է եւ մենք դրա մասին ոչ մի թուղթ չունենք։ Ոչ ակտ, ոչ Ոչ, չէ, այդ հարցը չենք տվել, ինքն էլ չէր կարող դա պատասխանել։ Ձեր քայլերի մասին էլ կասեք։ Մենք սպասում ենք, խոսք ենք տվել, սպասենք այս մոտակա 1-2 օրը, հետո նոր սերևույթի նորից կգանք։ Չէ, ինքը ասեց կարող է նաև այսօր լինի, բայց կարող է 2 օրից։ Իսկ պահանջը կառավարությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությունից ձևակերպվել է, գուցե նաև ակցիայի տեսքով լինի։ Մենք տեղյակ չենք Երևանի Հայաստանի կառավարությունը ինչ պահանջ է ներկայացրել։ Դուք ձեր կողմից պահանջը։ Մենք չենք պահանջել ոչինչ, մենք խնդրել ենք, որ մեր հարցին լուծում տան եւ էկոնոմիկայի նախարարը, իր տեղակալը Խոջոյանը մեզ ասել են, որ զբաղվում են այդ գործով։ Տպավորությունը, բայց որ չեն զբաղվում։ Դե միջև մա որ ոչ լուծում կա, ոչ որևէ բացատրություն մենք Դուք անձամբ էկոնոմիկայի նախարարի հետ եք։ ես չեմ հանդիպել, ոչ։ Մենք զանգերով խոսել ենք, մեզ ասել են, որ Խոջոյանն է զբաղվում, հետո մենք տեսել ենք հերթատեսությունը, որ այդ հարցը ազգային ժողովում է, եթե չեմ սխալվում, հնչել է ու նախարարը պատասխանը տվել, ասել է, որ այդ գործով զբաղվում են։ Ի վիճակի է Հայաստանի կառավարությունը այս խնդիրը լուծել։ Ես չգիտեմ, եթե ի վիճակի լիներ, միջև մա կլուծեր։ Շնորհակալություն։ Ձեզ ինչպես ներկայացնում